Այսօր հավաքվել ենք Եվրամիության գրասենյակի առջև, Եվրամիությանը հիշեցնելու մարդու իրավունքների, ազատությունների, Եվրոպական կոնվենցիայի նորմերի և Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանվածության մասին։ Եվ ոչ միայն այս գրասենյակին, այլև նաև այս գրասենյակի կողմից համակարգվող մի շարք եվրոպական դեսպանատներին հիշեցնելու, թե ինչ են նշանակում մարդու իրավունքները և որքանով են դրանք պաշտպանված Հայաստանում։ Քիչ առաջ իմ գործընկերները ներկայացրեցին են աղետալի պատկերը, որ մենք Հայաստանում արձանագրում ենք մարդու իրավունքների համատեքստում։ Մեզ մանանայի պես, այսպես ասած, վաճառված մարդու իրավունքները, ժողովրդավարությունը եւ այդ խոստումները, որով իշխող քաղաքական խումբը եկավ իշխանության, բոլորովին այլ պատկերի առաջ է այսօր առերեսել հայ մարդուն։ Հայտարարված արժեքները եւ իրականությունը բացարձակապես միմյանց հետ կապ չունեն։ Կապ չունի միմյանց հետ մարդու հայտարարված իրավունքները, սահմանադրությունը եւ օրենքները եւ իրականությունը, որի մեջ ապրում ենք։ Հայաստանում դե ֆակտո մեկ իրականություն է, թղթի վրա բոլորովին մեկ այլ իրականություն։ Եվ քանի որ այստեղ այս պահին գտնվում ենք Եվրամիության գրասենյակի առաջ, գրասենյակ, որը նաև ունի պարտականություն միջազգային կառույցների ճանապարհով գնահատել, արժևորել, բարձրաձայնել այն իրողությունները, որոնց հետ մարդու իրավունքների համատեքստում բախվում է Հայաստանը, մատնվել են կրկնակի ստանդարտների եւ լռության քաղաքականության։ Մեր պարագայում լռությունը նաև հանցագործություն է։ Իսկ իրականում ինչ ունենք, քիչ առաջ ընկերուհիս ասեց, 10,000-ից ավելի բանտարկյալներ կամ քրեական տարբեր գործերով անցնող մարդիկ, որոնք կարող են ԵԽԽՎ-ի 1903 բանաձևի բոլոր չափանիշներով գնահատվել որպես քաղաքական բանտարկյալներ։ Ահա իմ թիկունքում ես մի քանի նկարներ են մեր գործընկերների քաղ բանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի, Արմեն Աշոտյանի, Արեգ Նազի, որի առիթով ենք հենց այստեղ, Սամվել Վարդանյանն է իմ թիկունքում եւ տասնյակներ, հարյուրների նկարները կարող են այստեղ լինել, բայց այս պահին այստեղ չեն։ Բայց մենք բոլորս հասկանում ենք, որ վաղուց Հայաստանում արդարադատությունը ծառայեցվում է ոչ թե հենց արդարության, այլ մարդու իրավունքներին, այլ քաղաքական նպատակադրումներին։ Արեգ Նազը ուղղակի ին քաղբանտարկյալների շարքում հերթական զոհերից մեկն է, բայց մենք նաև նրանից առաջ ունեցել ենք Լիդիա Մանթաշյանի դեպքը եւ ունեցել ենք այս միջազգային կառույցների լռությունը։ Բոլորս նախընտրական շրջանում այլ ավելի ակնհայտորեն բախվեցին այն հանգամանքին, որ առաջատար քաղաքական ընդդիմադիր ուժերի առաջնորդները կամ այսօր կալանավայրում են, կամ էլ դատապարտված են կալանքի այլ ռեժիմների։ Սա ինչ է, եթե ոչ քաղաքական մտքի լռեցում, ազատ խոսքի լռեցում, եւ բոլորս տեսանք, թե այն ինչ այսպես հետևանք եւ աղետալի հետևանք ունեցավ ամբողջ հետընտրական պատկերի վրա։ Հայաստանում վաղուց պիտի արձանագրենք, որ չկա օրենքի գերակայություն եւ չկա իրավունքի գերակայություն, որը ամենակարևոր արժեքն է, իրավունքի գերակայությունը։ Ես ուզում եմ նաև, քանի որ այստեղ մեզ շրջապատել են բազմաթիվ ոստիկաններ, ես ուզում եմ մի բանի հանգամանքի մասին էլ խոսել։ Բոլոր միջազգային կազմակերպությունները ի դեպ արձանագրում են, որ Հայաստանում ոստիկանության եւ ընդհանրապես արդարադատության մարմինները չունեն անկախության եւ վերահսկողության որևէ մեխանիզմ եւ այդ ինստիտուտը չի գործում։ Եվ ամբողջ այս մեր անցնող պայքարի, ընդդիմադիր շարժման պայքարի արդյունքում կամ ընթացքում արձանագրված ոստիկանական խոշտանգումներն ու բռնությունները այդպես էլ որևէ գնահատականի չարժանացան եւ չունեցան պատասխանատվության որևէ դրսևորում։ Մենք այսօր իհարկե այստեղ ենք հիշեցնելու մեր սիրելի ընկերուն գործընկերոջը Արեգ Մանուկյանին, որ գնահատում ենք այս ամբողջ գործընթացը քաղաքական հալածանք, նաև մեր հասարակությանը ասելու, որ չկա հաղթանակ առանց պայքարի։ Ես այսօր շատ եմ կարևորում թե քաղաքական ուժերի, թե մեր հասարակության քաղաքացիական խիզախումը առաջնագծում լինելը, որպեսզի կարողանանք միասին ունենալ այն երկիրը, ես հավատում եմ դրան, որտեղ պաշտպանված են մարդու իրավունքները, որտեղ հայ քաղաքացին
իսկապես կարողանում է պաշտպանել իր արժանապատվությունը, ինչը սահմանադրական նորմ է։ Ի վերջո ունենանք մի երկիր, որտեղ պաշտպանված են բոլորի իրավունքները, այդ թվում Արցախահայության վերադարձի իրավունքը։ Բնականաբար, ես չեմ ուզում երկար խոսել, մի բան էլ ասեմ, մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում ես պիտի հատկապես շեշտեմ մեր գերիների վերադարձի հարցը։ Եվ դա մեր քաղաքական ուժի, մեր հասարակության քաղաքական թիվ 1 առաջնահերթությունն է։ Պայքարենք միասին եւ միայն պայքարով են արձանագրվում հաղթանակները։ Ազատություն բոլոր քաղաքբանտարկյալներին։ Թող ինձ ներեն բոլոր նրանք, ում անունը չհնչեցրեցի, Իգոր Սարգսյանը, Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, Ավետիք Չալաբյանը, որից նամակ եմ ստացել ես բանտից, Սամվել Վարդանյանն է քիչ այն կողմ կանգնած, Արմեն Աշոտյանը, Անդրանիկ Թևանյան, Սրբազան շարժման եւ Սրբազան պայքարի բոլոր արդարները, եւ ես ինձ ցույց տվեք ասեմ, քաղաքական հալածանքի մեծագույն թիրախումը հայ առաքելական եկեղեցին, որը մենք չպիտի հանդուրժենք։ Ես իբրև քաղաքական հետապնդվող քաղաքական, ինչ ասեմ, քաղաքական ճնշման թիրախում հայ առաքելական եկեղեցու հայտնվելը մեր համազգային ամոթն է։ Եկեք բոլորս միասին ոչ ասենք այս իրականությանը, մենք կարող ենք, ավարտում եմ խոսքս ասելով, որ հաղթանակները միայն պայքարով են արձանագրվում։ Ես հավատում եմ մեր հաղթանակին։